Սարգսյանը կդիմի ԿՀ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրած ցուցակի գրանցում ուժ կորցրած ճանաչելու համար։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ։ Այս ամենը իշխանությունների պարտականությունն է, կդիմենք ԿՀ, բայց ակնկալիք չունեմ, որ այս երկու օրվա մեջ խնդիրը կլուծվի, փաստորեն դիմելու է։ Էս նոր է ասել։ Այո։ Դե նշանակում է Քիչ առաջ։ Ես իմ կենսագրության ամոթալի է ամենամեծ հիասթափություններից մեկն եմ ապրում, այս ինֆորմացիան եթե հաստատվի, որովհետև այդքան ժողովրդի կամքին դեմ գնալ, այդքան Նիկոլից Նիկոլ լինել հնարավոր չի պատկերացնել, որովհետև գիտեք ինչքան վիրավորական է, որ բանդիտական խուլիգանական վարքագիծ ունեցող մեկը կարողանում է եթերում ինչ-որ ճանապարհ անցած մարդու այս կարգի կեղտոտ հանձնարարություն տալ, այդ մարդն իրան դրանից արժևորված է զգում։ Այս իսկապես վիրավորական է, ես չգիտեմ, հələ մի օր առիթ կլինի, բայց այսօրվա եթերում չեմ անի, որ այդ մի օր առիթ կլինի, ես Բաբաջանյանի ու Ռասման խրոնիկան կբացեմ։ Հնարավոր է, որ հավանական է այդ ուղղությամբ գնան, եթե այո, ուրեմն ինչ զարգացումներ է կանխատեսում, ոչ միայն ինչ զարգացումներ է կանխատեսում, այլ մնացած ընդդիմադիր ուժերը ինչպես իրենց պիտի պահեն։ Եթե հանկարծ վաղը որոշեն, որտեվ երեք շատ ճիշտ ասեցիք, ուղիղ եթերում բառեզբուն իմաստով Նիկոլը հանձնարարական տվեց իր արբանյակներին։ Նաև որ ԿՀ-ն լսի հասկանա, Դանիել Հովհաննիսյանը լսի հասկանա, հակակոռուպցիոն կոմիտեն լսի։ Հիմա եթե հանկարծ այսօր կամ վաղը որոշեն, որ ուժեղ Հայաստանը չպիտի մասնակցի, ինչ պիտի անեն մնացած երկու ուժերը։ Եվ ինչ պիտի անի Սամվել Կարապետյանը, սա արդեն վերջն։ Ուրեմն տեսեք, B, G պլանկա, այն նախորդ մեր եթերում ես հարամություններից էի խոսում, հիշում եք, հենց ես նկատի ունենալու։ Կա 2-3 սցենար, որոնք հիմա ես լրիվ չեմ բացահայտի, բայց ընդհանուր ուրվագիծը ասեմ, ես երեք հանրահավաքի ելույթում եմ ասել, ժուրնալիստների հետ զրույցում եմ ասել, որ հեղափոխություն անելը մեր սահմանադրական իրավունքն է, եւ իլյուզիա չունենանք, որ միայն քվեարկության արդյունքներով այս մարդը հեռանալու է։ Հետևաբար փողոցի ու ընտրության միքս պիտի անենք, իսկ դա հենց հեղափոխությունն է։ Տեսեք, մեզ փորձում է մորդովական։ Իմիջիայլոց ինքն էլ է ձեզ ասել գնացեք հեղափոխություն արեք։ Նիկոլը հիշում է, որ ասել գնացեք հեղափոխություն արեք։ Այդ իր ասածը սրա նման է, որ բանը Բերտի պետը կալանավորներին ասում է, եթե ես դժգոհ եք, հեղափոխություն արեք կամ ինձ փոխեք։ Դրա նման է, ասենք ինքը կլյուշտիկի տեղ է իրան դրել, զամոկը բացել փակել իր ձեռը, ասում է հեղափոխություն արեք։ Այն Բերտի դռները բացի, քեզ հաստատ պատի տակ չեն գնդակարի, բայց Նայիրի Յունանյանի մոտ միանշանակ կուղարկեն։ Այսինքն դες ցինիկ հեղափոխություն, էդ էլ ալնելու։ Բայց սա Արամ Սարգսյանը չի մարսելու որևէ պարագայում, եթե դիմես չի մարսելու։ Այո, սա վերջին կետն է, սա չգիտեմ, բոլոր առումներով։ Կա արքունիքի կեղտոտ հանձնարարություններ, կա դարերով եկել է, չէ՞, տենց արքունիքի կեղտոտ հանձնարարություններ կատարող։ Մարդը ամեն դեպքում ինչքան էլ պատվերների, բաների մեջ լինի, պետք է պահի որոշակի արժանապատվություն, որոշակի մանավանդ, որ ինքը շատ լեգենդար մարդու եղբայր է։ Այսինքն այս պետության համար Երեք իմիջիայլոց լավ հարցադրում արես Նարեկը Կարապետյանը։ Վազգեն Սարգսյանի հետ կապված։ Որևէ մեկը չի կարա, չէ՞, Վազգենի արածը կասկածի տակ դնի։ Ոչ չի, եղբայրը բա ինչ է։ Չէ, ի նկատի ունեմ նորմալ մարդ։ Հա, ասենք հիմա միշտ այդ հարցը ինձ ուզել է։ Արդյոք Վազգեն Սարգսյանը կհանդուրժեր այս վիճակում։ Չեմ պատկերացրել որևէ իրավիճակ, որ Վազգեն Սարգսյանը կարողանար այս վիճակը։ Բայց Արցախի մի մազը թեքվեր։ Ո՞նց եք պատկերացնում։ Առաջին նախագահի հետ հակասություն եղավ, ընդհանրապես կողքի տարածքները, ասենք բան, ուզում եմ ասեմ, բացառված, հա, դրա համար ես ասում եմ, ժողովուրդ, բայց դու ժողովուրդ իր հերոս, այսինքն այս դեպքում հակա հերոսներին
հատառած ճանաչի։ Լուստրացիա ինչից եք ված զգում։ Մեկը իրանց ձայները լրիվ իրար հետ գումարած։ Այն միջին վիճակագրական սխալի տակ անգնում։ Եթե վաղը հանկարծ այս որոշումը կայացի կամ այսօր երեկոյան ժողովուրդ պատրաստ եղեք Ու ուշադիր հետևեք։ Ժամ առաջ պայքարի։ Ուշադիր կհետևեք։ Ընդդիմադիր 3 առանցքային կուսակցությունների Ինչ է անելու։ Այո, ես վստահ եմ, որ եթե որևէ մեկի հետ երեքից որևէ մեկին ինքը որոշում կայացնի, որ պիտի Ամենայն դեպս միջև հիմա ինչ եղել է, փոխադարձաբար դատապարտվել է իշխանության կողմից։ Այսինքն Անդրանիկ Թևանյանին բռնել են օրինակ։ Իշխանության կողմից չէ։ Չէ, իշխանության կողմից ինչ եղել է մեր դեմ։ Օրինակ որ Անդրանիկ Թևանյանին բռնել էին, իմ ամենահաճելի պահը եղել է Իշխան Սաղաթելյանի լայվը այդ թեմայով։ 3-4 մենք հայտարարություն ենք արել Հայաստան Դաշինքի եւ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների դեմ բռնությունների փաստի արդիվ։ Ուրեմն ասեմ, ես որպես Սուրեն Սուրենյանց ասում եմ, ընդդիմության դեմ ցանկացած հարձակում եմ համարելու իմ դեմ։ Հետևաբար սպասեք կոչերի հայտարարությունների, այսինքն դա անհանդուրժելի ազնելու, ի վերջո մենք բան չենք, դեկորացիա չենք, մասնակցենք մի ընտրության, որ ընտրություն չի։ Բայց դա չի նշանակում տուն ենք գնալու, ել եմ կրկնում, ինքը դիմեց ռեպրեսիաների եւ ընտրակեղծարության ստանալու է հեղափոխություն։ Գիտեք ինչի հիմա որևէ մեկը հետ քայլի հնարավորություն չունի։ Սամվել Կարապետյանն ասել է, Ծառուկյանն էլ ասել, որ իրանք հայրենիք ունեցվածքից վեր են դասում ու ունեցվածքի խնդիրի չի։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետություն չենք ունենալու։ Եթե Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ի՞նչ կապ ունի, ես իշքան ունեմ, այն մյուսը իշքան ունի։ Եթե Նիկոլան ընտրվեց, այո։ Ասենք հիմա բանը Հիմա այնպես չէ, պարլամենտում խորհրդարանում շատ ձայն ունենանք ինչ չկա, տենց բան, եթե Նիկոլա եւ այս իր ապօրինություններով հասնի նրան, որ թույլ չտա որևէ, չի կարող վաղը ձեզ էլ թույլ չտա, չէ։ Դեռ հայտնի չի կարող, այսօր գիշեր։ Մենք չգիտենք ում ափին այո։ Հիմա 3-ին թիրախավորել է, 3-իս անունն էլ տվել է։ Մենք չգիտենք ում է թիրախավորել։ Լավ, 3